Մեծ հաշվով այդ շարժումը կանգնեց, որովհետև Արցախը ընկավ։ Վերջը չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ավելի քան 300,000 արտագաղթ է եղել Հայաստանում։ Հիմնական ռազմական բալանսի խախտումը տեղի ունեցավ 11 թվականից հետո։ Նույն Ռուսաստանը սկսեց ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին 11 թվականից։ Որովհետև Ադրբեջանը հարուստ էր, ավելի շատ փող ուներ։ Այդ օրերին այն գործիքները, որոնց օգտագործում էին որպես հակառուսական քարոզիչներ, 17 թվականի հիմնական հերոսներն էին, հետո եկան իշխանության։ Հələ հիմա դեմքերը նայեք այսօրվա իշխանության, ովքեր են եղել նախկինների հաճախորդները։ Ռուսներին ամենաշատ հարցերը սուր։ Երևի ինձանից շատ ոչ մեկ չի տվել։ Բայց ունեք այդ հարցը տվել եք։ Շատ։ Եվ ինչ պատասխան եք ստացել։ Նայ, հարցեր կան, որոնց պատասխանը ինքդ գիտես ու իմաստ չունի տալ։ Ինքը ասում է Արցախը Ադրբեջանինն է։ Ինքը ռուսը ինչ պետք է անի այդտեղ։ Ղարաբաղցի փախստականները կնայեն ձեր աչքերին, պարոն Թևանյան, ու կասեն, որ իրենք 2020 թվականի պատերազմից հետո մեծամասամբ Արցախ են վերադարձել, որտեղ հավատացել են ռուս խաղաղապահներին։ Այո, եւ նրանք դավաճանվել են Հայաստանի իշխանության կողմից։ Այդ երակոմ հայտարարությունը, որով խաղաղապահներ եւ այլ ֆունկցիաներ պատրել է Նիկոլ Փաշինյանը, իր անձնական շահերից ելնելով։ Ես ունեմ շատ նորմալ հարաբերություններ Հայաստան Դաշինքի հետ, բայց Մայր Հայաստանը առանձին կառույց է։ Եվ ընտրություններին գնալու ենք առանձին։ 21 թվականից հետո մենք արդեն ունենք լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան, որը արդեն գիտակցված տարավ Արցախը կործանման, գիտակցված փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, գիտակցված հիմա Հայաստանը տանում է թուրքական ազդեցության տակ, այս արդեն պետական դավաճանություն է։ Ադրբեջանը փաստորեն հայ ժողովրդի մասին շատ ավելի լավ կարծիք է, քան Նիկոլ Փաշինյանը, հիմա տեսնենք ով է ճիշտ։ Էրդողանն էր որպես բարի քեռի խաղացող, հիմա տեսեք Թուրքիան ու Ադրբեջանը դերերը բաշխել են, բարի եւ չար ոստիկան։ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվի։ 1. Երկրորդը ոչ մի ուժ 50%-ից ավել չի հավաքի։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Անդրանիկ Թևանյանն է։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք սկսենք թերևս Երևանյան ընտրություններից։ Դուք այն ազգային ժողովի եզակի պատգամավորներից եք, որ հրաժարվեցիք ձեր մանդատից Երևանի ավականու ընտրություններին մասնակցելու համար, չեք ափսոսում։ Ճիշտ ասած, հակառակը դա ճիշտ որոշում է, որովհետև դրանով դու ցույց ես տալիս քաղաքացուն, որ զուտ աթոռակռվի խնդիր չես լուծում եւ դրանով դու ցույց ես տալիս, որ գնում ես ինչ-որ առնիվ նաեւ վաբանք։ Այսինքն այն դեպքը չի, որ մասնակցենք ընտրություններին, տեսնենք ինչ արդյունք կլինի, եթե լավ չստացվի, կգնանք էլի մեր պատգամավորական Բայց այդ դեբատները, այսպես կոչված, հիմա որ նայում եք ազգային ժողովում այնինչ տեղի է ունենում, չեք մտածում, որ այ եթե ես լինեի, ավելի լավ էր այնտեղ լինեի, ինչ որ մի բան ասեի կամ ինչ որ մի բան անեի։ Չէ, ճիշտ ասած 21 թվականից հետո, հունիսի 20-ից հետո կարելի է ասել ինչ որ առումով խորհրդարանը ոչ լեգիտիմ էր։ Այսինքն ընտրությունից անմիջապես հետո ոչ լեգիտիմ էր այն առումով, որ այն մարդիկ, ովքեր ընդդիմությանն էին ձայն տվել, այսօրվա ընդդիմությանը, չէին տվել նրա համար, որ այդ ուժը դառնա ընդդիմություն, եւ պետության տեսակետից նրանք, ովքեր որ ձայն էին տվել քաղաքացիական պայմանագրին, դա հակապետական էր, հակատրամաբանական էր, հակաքաղաքական ու քաղաքագիտական էր։ Մանդատը չվերցնեին բոլորով։ Չէ, ես ընդհանուր հոգեբանական ավելի շատ գնահատական եմ տալիս, որ այդ խորհրդարանը արդեն ֆունկցիայից դուրս էր եկել, այսինքն ընդդիմությունը պետք է ընդդիմություն չլիներ, պետք է իշխանությունը վերցներ, իշխանությունը պետք է իշխանություն չլիներ։ Ինքը պետք է հեռացվեր քաղաքական ասպարեզից եւ այդ առումով այս խորհրդարանը ինքը մի քիչ թոփալ է այդ առումով եւ թոփալ համակարգից դուրս գալը հաստատ տխրության պատճառ չէր լինելու, այլ ճիշտ հակառակը եւ բացի այդ նաեւ մենք խնդիր ունենք նոր շարժում ձևավորելու, Մայր Հայաստան շարժումը եւ բնական էր, որ եթե դու ուզում ես նոր բան ձևավորել, պետք է դուրս գաս այն համակարգից, որ ներկայացնում էր եւ Երևանի ընտրությունները ուղղակի այդ առիթներ նաև որպեսզի մենք կընտրողների հետ հարաբերվենք ուղիղ ձևով։ Գոհ եք Երևանի 2023 թվականի ընտրությունների արդյունքներից։ Արդյունքներից չես կարող գոհ լինել, որովհետև ԿՊ-ն մնացել էր, բայց մյուս կողմից է գոհ ենք, որ մենք ընդամենը 2 ամսվա ընթացքում կարողացանք որոշակի ներկայություն ապահովել Երևանում եւ եթե
այդ առուծախը չլներ, այսպես կոչված անասնագողությունը չլներ, Երևանում ԿՊ-ն պարտվել է եւ հենց Երևանյան ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունների միջոցով հնարավոր է փոփոխություն ապահովել եւ այդ զարգացումը մենք տարանք հասցրեցինք մինչեւ Գյումրի։ Բայց Երևանյան ընտրությունները դեռ չէին ընկալվում որպես քաղաքական ընտրություններ։ Ճիշտ, տեսեք, մենք փորձեցինք մաքսիմալ քաղաքականացնել եւ կարելի ասել միակ ուժն էր Մայր Հայաստանը, որ քաղաքականացնում էր, նույնիսկ աշխարհաքաղաքականացնում էր եւ հիշեք այդ իրավիճակը, երբ որ մենք մասնակցում էինք ընտրություններին, Ղարաբաղը բլոկադայի մեջ էր եւ մենք ասում էինք, որ իշխանափոխությունը հնարավորություն կտա իրավիճակը փրկել Արցախում եւ մենք միակ ուժն էինք, որը ընդհանրապես կարելի ասել Երևանյան օրակարգով չի մասնակցել, այսինքն մենք ունենք իհարկե ծրագրեր Երևանի հետ կապված, բայց մեր հիմնական խոսույթը Արցախին ու անվտանգությանն էր վերաբերում։ Ցավոք սրտի ես մի բան էլ ասեմ, ընդդիմադիր դաշտի որոշակի հատված շատ ակտիվ բոյկոտի քարոզ էր տանում, որովհետև իրենք համարում էին, որ եթե իրենք չեն մասնակցում, ուրեմն պետք է բոյկոտ լինի եւ նաեւ միգուցե հանրապետական կուսակցության մասին է խոսքը, հանրապետական կուսակցությունը ակտիվ բոյկոտ էր անում եւ նրանց հետ ասոցիացվող մարդիկ էին ակտիվ բոյկոտի քարոզ տանում, ընդ որում ես ասեմ, որ դրանից առաջ որոշակի հանդիպումներ են տեղի ունեցել իմ կողմից, նաեւ ասվում էր, որ իրենք ասում են դե ԿՊ-ն 50+ հավաքելու է, չարժե մասնակցել եւ այլն։ Մենք կգանք այդ անդիմադիր այս պայքարին, մի հարցը եւս 2023 թվականին դուք սեպտեմբերին, երբ Արցախում հայաթափում էր եւ էթնիկ զտման արդյունքում բոլոր հայերը դուրս եկան Արցախից, այդ օրերին դուք նաեւ փողոցային ակտիվ շարժում էիք իրականացնում եւ շատ արագ այդ շարժումը ձախողվեց, այդ պայքարը ձախողվեց, ինչու, երբ որ Արցախը հայաթափվում է, մարդիկ Հայաստանում ամբողջությամբ բոլորով դուրս չեկան հրապարակ։ Տեսեք, սրա հետ տարբեր բամբասանքներ են տարածվում այդ process-ների հետ կապված, ես ուղղակի ժամանակագրությունը կարող եմ ձեզ ներկայացնել, երբ որ ընտրությունները ավարտվեցին, իսկ մենք Արցախի օրակարգով էինք այդ ընտրությանը մասնակցում, մեկ օր անցած արդեն Արցախում սկսվեց այդ process-ը եւ ոչ մի քաղաքական ուժ, սա ես ուզում եմ ուղիղ հայտարարել, որ ոչ մի քաղաքական ուժ հրապարակում հավաքված մարդկանց չմոտեցավ, այդ օրը առավոտյան արդեն process-ները սկսվել էին եւ նաեւ մեծ հավաք էր նախաձեռնել Դաշնակցությունը իր գրասենյակում, գրեթե բոլոր կուսակցությունները Հայաստանի ներկայացվել էին այդտեղ եւ բոլորը միաբերան ասում են, որ դե չգիտենք ինչ անել եւ այլն, անկեղծ։ Այսինքն բնական չէր, որ պետք էր դուրս գալ փողոցային։ Բնական էր, ես էլ էի հրավիրվել այդ հանդիպմանը եւ ես երբ որ տեսա, որ որևէ նախաձեռնություն որևէ ուժի կողմից նաեւ Հայաստան Դաշինքի կողմից։ Ոչ մեկի կողմից։ Ոչ մեկի կողմից։ Խոսել հենց Հայաստան Դաշինքի հետ ինչ։ Չես հասցնի այդ պահին դու խոսել։ Չէ, հետո դե բոլորը արդեն ներգրավված էին, ինչ որ մասով աջակցում էին, առնչվում էին, հիշում եք, կոմիտե ստեղծեց եւ այլն, այդ ամեն ինչը այսպես մուտիլովկաների դաշտի մեջ է նաեւ մտել, բայց ես ասեմ, հենց այդ հանդիպումից Դաշնակցության գրասենյակում տեղի ունեցած, որտեղ մի քանի տասնյակ կուսակցության ներկայացուցիչներ կան եւ բոլորը միահամուռ եկան այն որոշման, որ իրենք անելիք չունեն այդ պահին, ոչ մի որոշում չէր կայացվել, չէր էլ կարող կայացել, անկեղծ ասած, երբ որ մի քանի տասնյակ կուսակցություն է հավաքվում, այդտեղ հաստատ որոշում չեն կարող կայացնել։ Ինձ մոտ տպավորություն էր, որ նաև ձախողվեց այն ժամանակ, շատ արագ ձախողվեց այդ պայքարը, նաև այն պատճառով, որ Արցախում տեղի ունեցավ այդ դժոխային պայթյունը եւ մարդիկ այդ ողբերգությանը առնչվելով։ Ես որոշ դետալներ բացեմ ձեր թույլտվությամբ, տեսեք, Դաշնակցության գրասենյակից դուրս գալուց անմիջապես հետո ես լայվի ռեժիմը միացրեցի եւ ասացի, սիրելի ժողովուրդ, ես գնամ հրապարակ։ Ընդ որում ինձ տեղեկություններ էին հասնում, որ կոնկրետ իմ անունն էլ է հնչում, որ պահանջում են ցուցարարները, որպեսզի ես գամ միանամ եւ այնտեղ քաոտիկ վիճակ էր եւ երբ որ մենք քննարկում էինք
դաշնակցության գրասենյակում այդ պահին ես հետևում էի նաև ինչ է կատարվում, մենք տեսանք, որ արդեն բախումներ կան ոստիկանների միջև, նաև սադրիչներ էին ներգրավել եւ այլն, եւ մարդիկ նաև օբյեկտիվ վրդոված են, հիմնականում ղարաբաղցիներ էին, այն առումով, որ իրենց հարազատների համար էին անհանգստացած, եւ երբ որ ես գնացի հրապարակ, միայնակ այսպես ասած դուրս եկան, նույնիսկ մեր Մայր Հայաստանի թիմակիցները լայվով իմացան, որ մենք հրապարակում ենք որտեղ լինելու, որովհետեւ ես այդ պահին պետք է որոշում կայացնեի միանալ ցուցարարներին։ Դրանից հետո սկսվեց արդեն այդ process-ը եւ ասեմ մարդիկ պահանջում էին, որ այսպես աբսուրդ բան էին պահանջում ինձանից, անկեղծ ասած, բայց նաև մարդկային ու բնական հասկանալի բան էին պահանջում, իրենց հարազատները շրջափակման մեջ էին մնացել եւ ասում էին հակարի կամուրջը բացեք, ասենք ինձանից պահանջում են, որ ես բացեմ հակարի կամուրջը, ես էլ ասում եմ, որ դա իշխանության խնդիրն է, եթե մենք ուզում ենք բան փոխվի, պետք է իշխանությունը փոխենք եւ հայտարարվեց, որ մենք սկսում ենք այդ ճնշումը պահանջում ենք, որպեսզի իշխանությունը հրաժարվի 22 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի որոշումից, որը հիմք էր հանդիսացել, որ Ալիևը շրջափակի Ադրբեջանը, այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, բնականաբար ինքն էլ ասում է դե ես ուրեմն շրջափակում եմ։ Բլոկադայի ժամանակ, շրջափակման ժամանակ Արցախի ինձ մոտ գոնե հարցեր միշտ ծագում, ինչու հայաստանցիները մեծ բողոքի երթով չեն գնում դեպի այդ հակարի կամուրջ ազդելու այդ ժամանակ այնտեղ կանգնած so-called բնապահպանների վրա։ Ինչու չեղավ նման մի պայքար այդ մարդկանց համար շրջափակումը բացելու համար, պարտադրելու համար, որ բացվի այդ շրջափակումը։ Ինչու կա կարծիք, որ նաև Ռուսաստանի մոտեցումներ, որ պետք չէ դա անել։ Կիսում եք այդ կարծիքը։ Ոչ, չեմ կիսում։ Բայց ինչու չեղավ։ Ինչու նման երթ չեղավ։ Որովհետև պետությունը իդեմս իշխանության Արցախը հանձնելու քաղաքականություն։ Իսկ անդիմությունը ինչ չարեց։ Անդիմությունը ինչ չարեց, դա այլ խոսակցության թեմա է։ Անդիմություն ասելով երևի տիտղոսային անդիմությունը նկատի ունեք, բայց այնտեղ մի կիսատ կտոր մնաց, ես սա ասեմ, որ իրար հետ ուրեմն ցույցերի ժամանակ, երբ որ նաև կոմիտե ստեղծվեց, ընդ որում ես ասեմ, որ մեծապես ես էի նաև պատճառը, որ այդ կոմիտեն ստեղծվեց, այսինքն եթե այդ փուլում եթե ես չուզենայի այդ կոմիտեն չէր ստեղծվի, անկեղծ, որովհետև հետագայում ինձ մեղադրում էին, որ այդ կոմիտեն ինչու ստեղծվեց, որովհետև տարբեր դեմքեր հայտնվեցին, հատկապես որոնք չէին այսպես նպաստում, որպեսզի զանգվածներ, բայց դրանք ես բոլորը համարում եմ երկրորդական։ Իրականում այդ շարժումը, քանի որ կազմակերպված չէր, հախուռն էր, որովհետև Արցախի անկում էր եղել եւ քաղաքական ուժերն էլ այս կամ այն ձևով էին ներգրավված եւ նաեւ կուլիսային ինչ-որ խաղերի մեջ էին եւ այլն, մեծ հաշվով այդ շարժումը կանգնեց, որովհետեւ Արցախը անկավ, որովհետեւ տեսեք, այդ շարժման կարգախոսը Արցախն էր։ Այսինքն դու փողոցում հրապարակում վանկարկում ես Արցախ։ Եվ որ Արցախը անկում է ապրում, բոլոր ղարաբաղցիներն են, որում բոլորը գնացին իրենց հարազատներին դիմավորելու, ընդունելու, ճանապարհելու, մենք էլ գնացինք, որովհետև process-ը արդեն կանգնած էր։ Ինչ վերաբերում է թե դետալները ինչու այդպես եղավ, կոմիտեն ինչ եղավ եւ այլն, դրանք արդեն երկրորդական խոսակցություն են։ Երթի մասին, ինչու չկազմակերպեց նման։ Դա որպես կանոն անում է պետությունը։ Օրինակ բնապահպանները ճակերտավոր ադրբեջանական դա պետության կազմակերպվածներ։ Գիտենք, այո։ Այստեղից է պետք է պետությունը կազմակերպել։ Ընդհանրապես Հիմա չի կազմակերպել, թող ընդդիմությունը կազմակերպի։ Ընդդիմությունը թե ինչու չի կազմակերպել կամ դա ինչ կտար, դա էլ այլ խոսակցության թեմա է։ Դա գոնե կտար, որ Հայաստանը ցույց կտար, հայաստանցիները, եթե մենք ունենք, ասենք, պետություն, որ Պրահայում 2022-ին ստորագրում է, որ Արցախը Ադրբեջանն է, գոնե հայաստանցիները ցույց տային, որ չմեքսեք։ Եթե հիշում եք, այդ օրերին դաշնակցությունը օրինակ տենց մի հատ ինչ-որ միջոցառում կազմակերպել էր։ Նմանատիպ մի բան, բայց մոտիկ չգնացին։ Հասկանում, բայց մոտիկ գնան ինչ պետք է անեն։ Այդտեղ պետությունը պետք է աշխատի։ Ինչ վերաբերում է, որ ռուսները չեն թողել եւ այլն, այդպեսի բան չկա։ Արցախը հանձնվել է եւ Արցախը մենք կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում։ Պարոն Թևանյան, դուք ակտիվ շփումներ ունեք նաեւ Ռուսաստանցի տարբեր քաղաքական գործիչների հետ։ Օրինակ այդ նույն ռուսաստանցի գործիչները ձեզ չեն հարցնում, բայց ո՞նց եղավ, որ դուք շատ հանգիստ ընդունեցիք Արցախի հայաթափումը։ Օրինակ այդ հարցը ձեզ չեն տալիս։ Շատ են տալիս եւ ճիշտ ասած
խայտարակ լինելու հարցադրումը։ Ավելին ասեմ, ռուսները նաև զարմանում են, թե ինչպես է ստացվում, որ պարտության բերած, տարած Նիկոլ Փաշինյանը մնում է։ Դուք այդ հարցի պատասխան ունեք։ Ներքին առումով այո, բաներ կան, որ չեմ կարող բարձրաձայնել ինչու եղավ այդպես։ Հիմնականում ասում են, որ արտաքին աջակցություն կար Նիկոլ Փաշինյանի։ Դուք դրան հավատում եք, որ կար արտաքին աջակցություն։ Թուրքիան ու Արևմուտքը աջակցում էին, այո։ Այսինքն Թուրքիան եւ Արևմուտքն են ըստ կազմակերպել այդ 2018-ի հեղափոխությունը։ Չէ, խոսքը 21-ի ընտրությունների մասին։ 18 թվականի Թավշյա կոչված կամ այսպես կոչված հեղափոխությունը ինքը հասունացած էր այն առումով, որ կար լրջագույն դժգոհություն անարդարության եւ այլն տեսքով, ի վերջո չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ավելի քան 300,000 արտագաղթ է եղել Հայաստանից։ Դուք 2009-ին հիմնել եք այդ 7 օր կայքեջը եւ շատ կոշտ քննադատում եք իշխանություններին։ Ես Սերժ Սարգսյանի իշխանության թիվ 1, չեմ ասում թիվ 1-երից, թիվ 1 քննադատն եմ եղել գաղափարական առումով եւ արտաքին եւ ներքին քաղաքականության։ Երբ հասկացաք, որ այն իրավիճակը, որը Հայաստանում է, կարող է բերել լուրջ քրիտիկական ճգնաժամի կամ նույնիսկ աղետի, որ թվականներ 2007 թվական 2007 երբ որ խորհրդարանական ընտրություններում հանրապետականը մոնոպոլիա վերցրեց եւ առաջին հարվածը օրենսդրական նախաձեռնության առումով եղավ փոքր ու միջին բիզնեսին բարձրացված հարկի վերացման տեսքով մենք 2007-ից ֆիքսեցինք այդ process-ը, որ սա տանելու է տնտեսական կոլապսի, տնտեսական կոլապսն էլ իր հերթին բերելու է քաղաքական կոլապսի եւ 2007 թվականից արդեն նախանշվում էր այդ խնդրը եւ 2008-ի նախագահական առաջին ծիծեռնակը եղավ 2008-ից հետո Հայաստանը խայտառակ տնտեսական ցուցանիշներ է ապահովել եւ եթե հիշում եք 2009 թվականին մենք համաշխարհային հակառեկորդներից մեկը սահմանեցինք տնտեսական անկման դրամական տեսքով 14.4%։ Մեծ ճգնաժամ էր այն ժամանակ աշխարհում։ Բայց աշխարհում 14.4% ոչ մեկ չէր արձանագրել, ընդ որում դոլարային հաշվարկով ավելի քան 35%, որովհետև եթե հիշում եք 2009 թվականի մարտի 2-ին, սպասում են մարտի 1-ի այդ process-ը անցնի, 2008-ի մարտի 1-ը թարմ էր եւ 2009 մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը հանրահավաք էր հրավիրել, սպասում են հանրահավաքի օրը անցնի եւ միանգամից այդ դոլարի կուրսը որ արհեստական պահում էին 305 դրամի վրա 2009 թվականի մարտի 2-ին միանգամից կենտրոնական բանկը ասեց վերջ բայթեց վիճակը եւ 25%-ով արժե զրկվեց միանգամից դրամը ընդ որում դրանից առաջ վարչապետի մակարդակով հայտարարվում էր որ ձեր խնայողությունները պահեք դրամով այսինքն բարձ բուն իմաստով թալան տեղի ունեցավ 2009-ի մարտի 2-ին Ձեր պատկերացմամբ կներեք ընդհատեմ ձեր պատկերացմամբ բոլոր process-ները սկսվել էին դեռևս 2007 թվականին եւ մի քիչ ավելի շատ գնանք ավելի հետ կգնանք Չէ, կա բան խոսենք, այսպես խոսենք 2007 թվականին եւ Սերժ Սարգսյանը Հայաստանի երրորդ նախագահը, այսպես երկիրը շարունակական քայլերով, վատ մենեջմենտով բերում էր այն իրավիճակին, այն որը որ տեղի ունեցավ 2018-ին։ Ես ճիշտ եմ ասում։ Այս հաշվով այո, որովհետև նայեք, դրանից առաջ ասենք կարող ենք ասենք 95-96 ընտրություններ կեղծվեցին եւ դրանից առաջ չգնանք։ Ես ինչ եմ ուզում ասել, այսինքն դուք համաձայն եք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, որովհետեւ կար սարսափելի վիճակ Հայաստանում եւ ժողովուրդը դուրս եկավ ընդվզման։ Տեսեք, նախորդ իշխանության վատ մենեջմենտի արդյունքներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր, ի վերջո չմոռանանք, որ նա հաճախորդն էր այդ իշխանության, այդ ելք-դաշինքը ստեղծեցին, որոշեցին, որ արևմուտք այդ խաղեր են տալի, այսինքն Սերժ Սարգսյանը դա հայկական Յանուկովիչն էր։ Յանուկովիչն էլ մի կողմից Եվրոասոցիացիում էր անում, մյուս կողմից ռուսներին ասում էր եկեք գազը հարմար գներով բան անենք, արկուվաճառք անենք, հետո միանգամից կտրուկ հետ քաշվեց Եվրոասոցիացիայից եւ այնտեղ բերեց Մայդան։ Այստեղ էլ Սերժ Սարգսյանը հետ քաշվեց Եվրոասոցիացիայից եւ բերեց քաշվեց process-ներ ձեր տրամաբանությամբ, որը որ չկարողացավ հետո կոորդինացնել եւ
Մնացել պրիոմի տակ ոնց որ հիմա են մնացել այդ պրիոմի տակ այդ impeachment-ը նախաձեռնելով։ Դուք կարծում եք, որ այս impeachment-ը այն ջենտլմենի ուդաչայի մեջ մի հատ կտոր կա, որ ասենց ասում լոշի ձուխածի դուրակ բան ասենց որ վեք վոլինի դիդա։ Այդ շախմատը տալիս են գլխին, որովհետև լավ չի ստացվում։ Հիմա տեսեք 2018-ը, էլի եմ ասում, հասունացած էր արտաքին ու ներքին, նաև տնտեսական քաղաքականությամբ։ Նաև այդ հաճախորդների բուծման գործընթացը, որ տեղի էր ունենում այդ իշխանության օրոք, ի վերջո դա ընդվորում հայկական ֆենոմեն չի։ Համաշխարհային ֆենոմեններից է, երբ որ արևմուտքը տարբեր ռեժիմներին գնահատականներ է տալիս, Սերժ Սարգսյանական ռեժիմը, եթե հիշում եք, ավելի բան էր, համեմատաբար համարվում էր փափուկ ավտորիտարիզմ, ինչի, որովհետև թույլ էին տալիս, որպեսզի այսպես կոչված արևմտամետները ծլեն, ծաղկեն եւ զարգանան։ Դա սխալ մոտեցում էր։ Սխալ մոտեցում էր այն առումով, որ երբ որ դու սկսում ես քո ընդհանուր պետական ռազմավարական գծից շեղվել եւ նաեւ արձանագրենք, որ հայ-ռուսական հարաբերությունների փչացումը նոր չի։ Էլի 2000 Ես հակափաստարկ ունեմ, պարոն Թևանյան, տեսեք։ Եկեք նայենք ինչա տեղի ունենում Վրաստանում, հա, օրինակ։ Այս իշխանություններին մեղադրում են պրոռուսական լինելու մեջ, ռուսամետ լինելու մեջ, որ իբր թե պատվեր են կատարում Կրեմլից եւ այլն, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական պայքարը կա, բայց պետությունը մեծ հաշվով չի փոխվել, այսինքն ազատ խոսքը կա, չէ՞, եկեք դա արձանագրենք, Վրաստանում կա ազատ խոսք, Վրաստանում կա մամուլի քաղաքացիական հասարակություն, դա իրենք ասենք, իրենք էլ իրենց հայտարարություններում, հա, եկեք ֆիքսեք, որ մինչ օրս իրենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն, մինչ օրս իրենք չեն հրաժարվում Հարավային Օսիայից եւ Աբխազիայից, բայց դրա հետ մեկտեղ իշխանություններին հաջողվել է կառուցել հարաբերություններ Ռուսաստանի հետ, գոնե իրենց այդ չեզոք դիրքորոշումը ուկրաինական պատերազմի ժամանակ նաև ցույց տվեց, որ իրենք մի քիչ ավելի հեռուն են նայում եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելու գործում ելնում են պետության շահերից, գոնե կողքից ասենք նման վերլուծություն կա, նույնիսկ արևմտյան վերլուծաբանները սա նկատում են, բայց դրա հետ մեկտեղ երկրում չկա ավտորիտար ռեժիմին բնորոշ այդ չգիտեմ, մենք դա չենք տեսնում համենայն դեպս։ Իվանիշվիլու համակարգը ճիշտ այն է, ինչ որ պետք է աներ Հայաստան եւ հակառակն է անում։ Ու Սերժ Սարգսյանը մոտավորապես նույնն էր ուզում անել։ Ոչ, միգուցե նույնն էր ուզում անել, բայց իր մոտ դա չստացվեց։ Ինքը ավելի շուտ դարձավ Յանուկովիչ, քան Իվանիշվիլը։ Այսինքն ինքը ձախողեց, բայց մտածածը սա էր, էլի, այսինքն ռազմավարությունը սա էր, որ ստեղծել մի եվրոպականի նման մի ինչ-որ համակարգ, բայց իր մոտ դա չհաջողվեց։ Չէ, ինքը հաստատ եվրոպականի համակարգ չէր սարքում, ինքը այսպես արևելյան համակարգ էր դա, եվրոպականի շղարշով, այսինքն ձևական մասը միգուցե ուզում էին ցույց տան, որ մենք առաջադեմ ենք, բայց մնացել է այդ ժամանակվա իշխանության դեմքերին նայեք, էլի, ոչ թե դեմքի ֆիզիկական իմաստով, այլ իրենց վարած քաղաքական։ Իսկ օրինակ դուք չեք խոսել, ասենք Սերժ Սարգսյանի մտերիմ թիմակիցների հետ եւ ասենք առանց կամերաների ուղղակի այսպես པարզ հարց տայեք, լավ, դու կոնկրետ գնայիր, ասեր, որ մի գնացեք երրորդ ժամկետի դա աղետ կբերի։ Այդ փուլում ճիշտ ասած չէ, հետագայում 18 թվականից հետո շփումներ եղել են այդ թվում Սերժ Սարգսյանի հետ, բայց դրանից առաջ չէ, դրանից առաջ մեդիայով են ասում։ Սերժ Սարգսյանը գոնե առանց կամերաների ասում էր, որ այո, չպետք է գնայի։ Լսել եք, որ ինչ որ մեկը պատմի դրա մասին։ Իր հետ առանձնազրույցում այդ թեմային չենք շոշափել, բայց այսպես ասեմ, մենք մամուլով մեր 7 օրով զգուշացնում ենք, որ սա կբերի աղետի։ Երբ սկսեցիք զգուշացնել այդ մասին։ Առնվազն 2011 թվականից սկսած։ Ինչու եմ ասում 11 թվականից, որովհետև 11 թվականից շատ ակտիվ եվրոասոցիացման process է գնացել։ Տեսեք, դուք ամեն ինչ կապում եք եվրոասոցիացման հետ, դեպի Եվրոպա հետ, գնալու հայտարարությունների հետ, բայց իրականում խնդիրը չէ, որ ավելի պարզ է, այսինքն մարդը վատ քաղաքականությունը բերել է վատ տնտեսական վիճակին, սոցիալական վիճակին, մարդիկ արտագաղթում են, հետո էլ նա հայտարարում է, որ գնում է երրորդ ժամկետի։
Սա չի իրական պատճառը, ինչ կապ ունի Եվրոպա։ Եվրոասոցիացումը, Եվրոպան կապ չունի, Եվրոասոցիացումը այն փաթեթով, որով Հայաստանն էր գնում, դա նշանակում էր փաստացի պատերազմ հայտարարել Ռուսաստանին եւ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Դա ի վերջո տեսեք շղթայական ռեակցիայով մենք կազան ենք ստացել 11 թվականին, որտեղ մադրիդյան սկզբունքներից արդեն իջած նշաձող կար, երբ որ Ալիևը 10 նոր երազում ենք այդ փաստաթղթի մասին։ Իհարկե, մենք նոյեմբերի 9-ի մասին էլ ենք հիմա երազում։ Մենք դրան դեռ կգանք։ Այո, նայեք, 11 թվականին Կազանից հետո Հայաստանը որպես իշխանություն գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման, Ալիևը գնաց հարաբերությունների խորացման։ Շատ էական տարբերություն կա, որը ի վերջո նաև բերեց 16 թվականին։ Ալիևի մասին չի կարելի ասել, որ Ալիևը վարում է Ռուսաստանամետ ինքը ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, նրան ընդունում են եւ նրան մտերիմ դաշնակից են համարում եւ եվրոպացիները, եւ Միացյալ Նահանգները, եւ Ռուսաստանը, եւ արևելյան երկրները, եւ հատկապես թուրքական երկրները։ Տեսեք, հիմնական ռազմական բալանսի խախտումը տեղի ունեցավ 11 թվականից հետո։ Նույն Ռուսաստանը սկսեց ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին 11 թվականից։ Որովհետև Ադրբեջանը հարուստ էր, ավելի շատ փող ուներ։ Իսկ դրանից առաջ հարուստ չէր, 2010-ին հարուստ չէր, 2009-ին։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ լավ հարաբերությունները Հայաստանի հետ պահում էին Մոսկվային, որ նա զենք վաճառի Ադրբեջանին։ Այո։ Այսինքն 2006 թվականին չուներ Ադրբեջանը փող։ Չէ, ուներ, բայց այդ 10 թվականին չուներ։ Ուներ, բայց կոպիտ ասած շատ դեպքերում ես ավելի պարզունակ ներկայացնեմ։ Ռուսները կարող է զենքը ծախեն, բայց զենք օգտագործելու դաբրուն չտային։ 11 թվականից հետո Հայաստանը քարոզչական դաշտում առնվազն իշխանությունների կողմից շատ տոտալ հակառուսական քարոզություն է իրականացնել եւ այդ օրերին այն գործիքները, որոնց օգտագործում էին որպես հակառուսական քարոզիչներ, 18 թվականի հիմնական հերոսներն էին, հետո եկան իշխանության։ Հələ մա դեմքերը նայեք այսօրվա իշխանության, ովքեր են եղել նախկինների հաճախորդները հիմնականում կամ այն մարդիկ, որոնց թողել են, որ ծլարձակեն։ Այսինքն այդ օրերի այն արևմտամետները, որոնց թողել էին, որ իրանց զարգանային, այսպես կոչված արևմտամետ, բայց իրականում թուրքամետ էին, որովհետև այս տարածաշրջանում օպերատորը Թուրքիան է։ Պարոն Թևանյան, մենք գալիս ենք ամենակարևոր հարցին, ինձ համար կարևոր հարցին, որ ուզում եմ ձեզ տալ։ Տեսեք, դուք ակնհայտ միակողմանի ռուսամետ քաղաքական գործիչ եք։ Այն եզակի գործիչներից եք, որ նույնիսկ գնացել եք Դոնեցկ, չէ՞։ Ճիշտ եմ ասում, Դոնբաս, Լուգանսկ եք գնացել պատերազմի տարիներին։ Դա ռուսամետ պատերազմի ժամանակ։ Դա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Հայաստանի Հանրապետության։ Այո, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման այդ ֆոնին Հայաստանը պետք է իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ, որովհետև անվտանգային հարցում մենք այլ ընտրանք չունենք։ Չունենք ուղղակի։ Մենք անվտանգային հարցում կարելի է ընդունել, որ չունենք, եթե նայում ենք Ռուսաստանի քարտեզը, բայց դուք նաև չպետք է սա, ասենք, զուտ մասնագիտական առումով, սա զուտ նրանք, ովքեր այդ քարտեզը կարող են նայել, ուսումնասիրել, չգիտեմ, քիչ ավելի խոր մտածել, հասկանում են, որ անվտանգային առումով գոնե այսօր, եթե չգիտեմ, ինչ կլինի 10 տարի հետո, կա ընտրություն Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ միայն, բայց կա նաև հասարակություն, կա Հայաստանի Հանրապետության կան քաղաքացիներ, ովքեր շատ հարցեր ունեն Ռուսաստանին եւ այդ հարցերը խիստ տրամաբանական են, խոսքը մասնավորապես եւ ռուս խաղաղապահների մասին է օրինակ, հա, ինչպես պատահեց, որ Արցախում ունենք 2000 ռուս խաղաղապահներ եւ մի քանի օրում Ադրբեջանին հաջողվեց շատ հանգիստ ամբողջ հայ բնակչությունը դուրս անել Արցախից։ Ռուսներին ամենաշատ հարցերը սուր։ Երևի ինձանից շատ ոչ մեկ չի տվել։ Բայց ունեք այդ հարցը տվել եք։ Շատ։ Եվ ինչ պատասխան եք ստացել։ Նայեք, պատասխանը հարցեր կան, որոնց պատասխանը ինքդ գիտես ու իմաստ չունի տալը։ Բայց հարցեր կան, որոնք պետք է տաս եւ տաս շշուկով այն առումով, որ հանրային, այսպես շոու չսարքես դրանից։ Այսինքն այն սուր հարցադրումները, որ մենք մասնավորապես ես իմ շփումների ժամանակ պետական քաղաքական շրջանակներին տալիս եմ նաև փորձագիտական Ռուսաստանի, այդ հարցադրումները այս իշխանությունը նույնիսկ չի տալիս, բայց տարբերությունը որն է, երբ որ դու հարցը տալիս ես ոչ թե թշնամանալու կանխավարկածով, այլ հարցը տալիս ես որպես բարեկամի, հարցը մունաթով ես տալիս որպես բարեկամի, հարցը փորձում ես նաև հասկանալ իրենց տեսակետից, հասկացնում ես, որ դու ավելի ազնիվ չի լինի, ասենք բնակչությանը, մի տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրություններ, չէ՞։ Ավելի ազնիվ չի լինի, եթե ռուսամետ
քաղաքական գործիչները։ Այդ ձևակերպումը եկեք հանենք։ Չէ, օքեյ, դուք որ կապեր ունեք, Ռուսաստանի հետ սեր կապեր ունեցող քաղաքական գործիչները դիմեն ժողովրդին, ասեն, այո, մենք գիտենք, որ Ռուսաստանը մեզ էլ դուր չի գալիս Ռուսաստանի, ասենք, պահվածքը, Ռուսաստանի քայլերը մեզ դուր չեն գալիս, այսինչ հարցերով, մենք շատ հարցեր ունենք Ռուսաստանի հետ եւ մենք այդ հարցերը բարձրացնում ենք, բայց եկեք հասկանանք նաեւ, եթե մենք այս սրա հետ մեկտեղ հարցեր ենք տալիս Ռուսաստանին եւ չստանալով այդ պատասխանները հրաժարվում ենք Ռուսաստանից որպես ռազմավարական մեր անվտանգային գործընկեր, բա ինչա մեզ մնում։ Թուրքիան։ Գուցե պետք է ժողովրդի հետ ավելի ազնիվ խոսել, ոչ թե ասել, որ Ռուսաստանը ոչ մի մեղք չունի, որ Ռուսաստանը։ Ես բան չասացի։ Ну, մտավորապես ընդդիմությունը շատ հաճախ է դրա մասին խոսում, որ ինչ ասում են Նիկոլ Փաշինյանը գնացել է հոկտեմբերին ստորագրել է այդ փաստաթուղթը, չէ, միանշանակ շատ կարևոր է, գուցե հենց ամենակարևորն է, այնինչ պատահեց Արցախի հետ, գուցե չէ, հենակարը հենց դա է, բայց դրա հետ մեկտեղ նաև կան հարցեր Ռուսաստանի իշխանություններին, չէ, Ռուսաստանի խաղաղապահների մասով, Ադրբեջանի հետ այդ հարաբերությունների մասով, մենք արդեն չենք զարմանում, հա, երբ որ ես չգիտեմ նույնիսկ այսօր, երբ որ մենք ձեզ հետ ձայնագրում ենք այս հարցազրույցը, ինչ հայտարարություններ է անելու Սերգեյ Լավրովը, բայց մենք նաև տեսնում ենք, որ Մոսկվան շատ հանգիստ հրաժարվում է այն հայտարարություններից, որոնք արել է, օրինակ հիշեք, մի տարի առաջ ինչ էին ասում Ռուսաստանի իշխանությունները, Մարիա Զախարովան, Պիսկովը, Լավրովը, Պուտինը նույնիսկ ասում են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինի եռակողմ հայտարարություն, ասել են, ամեն օր են, չէ գրեթե ասել, հենց հարթակեր լինում դրա մասին հայտարարում են, հետո հրաժարվեցին վերջին մեկ տարվա ընթացքում երբևիցե լսել եք այդ հայտարարությունը։ Բայց հրաժարվել է Հայաստանը։ Ամբողջ խնդիրը հենց դա է։ Հրաժարվել։ Հայաստանը հրաժարվել է, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր անձնական անվտանգության խնդրի բավարարումը տեսնում է Թուրքիայում։ Բայց մեզ դրա մասին չի ասում Ռուսաստանը։ Ռուսաստանի իշխանությունները, տեսեք, մի կողմից շատ դուք երբևիցե լսել եք, որ Ռուսաստանը կոշտ արձագանքի Հայաստանի իշխանությունների քայլերին, ասենք, մի կողմ դնենք Զախարովան, որ պարբերաբար արձագանքում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, բայց մեծամասամբ ինչ ասում են Ռուսաստանի իշխանությունները, հատկապես Պեսկովն է սիրում այդ հայտարարությունը, որ Հայաստանը մեր բարեկամական երկիրն է եւ այդպես լինելու է միշտ։ Ինչ ասում են Երևանից, դուրս են հանել բանակցային գործընթացից, Արցախն է հայաթափվել, ռուս խաղաղապահներն են ընդ որում, ասած արարողակարգ են արել, միջոցառում են կազմակերպել, շատ հանգիստ ոնց են ռուս խաղաղապահները դուրս գալիս Արցախից։ Սրանք հարցեր են, հասկանում եք, որ բնակչության հետ, եթե մենք նաև խոսում ենք էլեկտորալ գործընթացների մասին, բնակչության հետ պետք է նաև սրա մասին խոսել։ Նայեք, մենք առաջին հերթին ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք։ Օրինակ տարածված տեսակետ կա, որ եթե Ռուսաստանը մեր բարեկամն է, ինչի Նիկոլենս չի փեռացնում։ Դա միամտություն է։ Չէ, բայց այդպիսի տեսակետ կա, ես էլ ասում եմ, այդպիսի բան չի կարող լինել։ Մենք պետք է հեռացնենք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործողություններին, առաջին հերթին մենք մեր իշխանությունից պետք է հարցեր պահանջենք, պատասխաններ։ Բայց դա չի խանգարում, չէ՞, ռուսներին է հարցեր տալ։ Ռուսներին հարցերը բնականաբար տրվում են եւ տրվելու են, բայց ել եմ ասում, ոչ թե թշնամանալու նպատակով, որ մենք հեսա Էրդողանի գիրքը կրծներից դրած գնալու ենք մտնենք թուրքական վիլայետ դառնանք, այլ բարեկամական նպատակով եւ ռուսներից պետք չի պահանջել այն, ինչ որ առաջին հերթին ինքդ քեզանից պետք է պահանջես։ Ինչ վերաբերում է խաղաղապահների գործունեություն եւ այլն, ել եմ ասում, դուք մի թերագնահատեք այն դերակատարումը, որ ունեցել է Հայաստանի իշխանությունը։ Ինքը ասում է Արցախը Ադրբեջանինն է։ Ինքը ռուսը ինչ պետք է անի այդտեղ։ Պետք է ասի չէ ես Ղարաբաղցին փախստականները կնայեն ձեր աչքերին, պարոն Թևանյան, ու կասեն, որ իրենք 2020 թվականի պատերազմից հետո մեծամասամբ Արցախ են վերադարձել, որտեղ հավատացել են ռուս խաղաղապահներին։ Այո, եւ նրանք դավաճանվել են Հայաստանի իշխանության կողմից։ Սա փաստ է։ Երկրորդը, դուք մի մտածեք, որ Ռուսաստանը այդպես ինքը այսպես ճտիկով այդ հարցերը կարող է լուծել։ Որպեսզի Ռուսաստանի քաղաքականությունը պատկերացնեք, նայեք Ուկրաինային։ Այդ ուկրաինական պատերազմն էլ է, չէ՞ սխալ քաղաքականության հետևանք։
Այսինքն այնպես չի, որ Ռուսաստանը կարող է միշտ ճիշտ լինել եւ միշտ ամենակարողը։ Իսկ դուք կիսում եք այն կարծիքը, տարածված կարծիքը, որ հնչեցնում են վերլուծաբանները, որ երբ ռուս-ուկրաինական բանակցությունները ակտիվ փուլ մտնեն եւ այսինքն դադարի պատերազմը, Ռուսաստանը կակտիվանա Հարավային Կովկասում։ Եթե Ռուսաստանը ունի ամբիցիաներ, ինքը պետք է մի քանի խաղատախտակի վրա խաղա։ Եթե չի կարողանում խաղալ, ուրեմն ունի ամբիցիաներ, բայց այս պայն հնարավորությունները դեռ չեն ներում, համենայն դեպս այնտեղ է խնդիր կա, բայց Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի, մենք այդ այլընտրանքը, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է, դա թուրքական այլընտրանքն է, որը մեր համար կործանարար է։ Հիմա մենք ինչ պետք է անենք, դուք խոսում եք երրակողմ համաձայնությունից։ Մենք պետք է ցավոք սրտի ես արձանագրում եմ դա, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իհարկե մեղմ ասած իդեալական փաստաթուղթ չէր, որ հատկապես պատերազմ, բայց պատերազմի արդյունքների հետ պետք էր հաշվի նստել եւ քաղաքական վերնախավի նաեւ մեծագույն սխալներ, լայն իմաստով վերնախավի, որ բոլորը սկսեցին հայհոյել նոյեմբերի 9-ը, մինչդեռ պետք է հայհոյեն նոյեմբերի 9-ը բերածին, այսինքն Նիկոլ Փաշինյանին, եւ ասեին, որ մենք հիմա ստիպված պետք է նոյեմբերի 9-ից կարճենք, որպեսզի կարողանանք հայկական պահել Արցախը, բայց քաղաքական վերնախավը, այդ թվում ընդդիմությունը, բոլորը այսպես ասած սկսեցին հայհոյել դա, նաեւ անուղղակիորեն հայհոյելով Ռուսաստանի միջնորդությունը, եւ մենք այսօրվա վիճակում հասանք։ Այստեղ մեղադրանքը ուղիղ նաեւ քաղաքական վերնախավի պետք է լինի։ Այսինքն դուք ասում եք, որ հիմա եթե իշխանությունը փոխվի Հայաստանում, պետք է նոր իշխանությունը վերցնի այդ երրակողմ հայտարարությունը եւ կոպիտ ասած ռուսներին թասիբի գցի, որ ստորագրել եք տերկաններ։ Կոպիտ այո, ուրիշ ինչ փաստաթուղթ կա։ Եթե նոյեմբերի 9-ի համաձայնագիրը երրակողմ եւ դրան հաջորդած մյուս երրակողմ պայմանավորվածությունները մենք գցում ենք մի կողմ, դա նշանակում է թուրքական պայմանավորվածության պետք է գանք։ Ուրիշ պայմանավորվածություն չկա։ Տեսեք ինչ տեղի ունեցավ Պրահայում, ըստ էության համարյա պատռեցին նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը այսպես կտրուկ փոփոխություն արեց, գնաց Էրդողանի տակ։ Նայեք, շատ կարևոր է, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա։ Այդ երրակողմ հայտարարությունը, որով խաղապահներ եւ այլ ֆունկցիաներ պատռել է Նիկոլ Փաշինյանը, իր անձնական շահերից ելնելով, որովհետև իր իշխանությունը ինքը հասկանում է ռուսական անվտանգության տիրույթում անհնար է շարունակվի, իսկ այստեղ հնարավոր է թուրքականում այն ժամանակվա Բայդենի իշխանության վարչակազմը։ Ինքը անկեղծ հավատացել է, որ Մակրոնն ու Շոլցը ինչ որ կամ Եթե հավատացել է անկեղծ, ուրեմն կները կապուշը։ Եկան կարևոր հարցի։ Բայց ինքը ապուշ չի, Այդուամենայնիվ դուք համարում եք, որ գործող իշխանությունները դավաճան են, այլ ոչ թե ոչ խելոք գործիչներ։ Նայեք, մենք պետք է դինամիկայի մեջ նայենք։ 18 թվականը այո, պահանջարկը կար, ես հիմա մեծ պատասխան եմ տալ։ Պահանջարկը կար իշխանության փոփոխության եւ երրորդ ժամկետի գնալու դեմ էր ժողովուրդը, եւ ընդ որում Նիկոլ Փաշինյանն էլ է հիմա ուզում երրորդ ժամկետի գնալ, դա պետքա մերժվի։ Եվ դա մերժվելու է։ Երրորդ ժամկետի գնալը տրիգերի ֆունկցիա կատարեց, որ իշխանապետությունը փոխվի։ Հետո արդեն արտաքին խաղացողները մտան խաղի մեջ կամ ընթացքում մտան, կապ չունի։ Այսինքն, երբ որ դու ստեղծում ես պարարտ հող, դա ծնվում է։ Օրինակ Վրաստանում էլ այդ պարարտ հողը կար, փոփոխությունը եղավ Շևարդնաձեի փտած վարչակազմին, փոխարինեց Սաակաշվիլյանը, բայց հետո ժողովուրդը շատ արագ ուշքի եկավ պարտությունից հետո Օսիա Աբխազիա եւ այլն, եւ Իվանիշվիլի ծնվեց, որը փոփոխություն իրականացրեց, ցավոք սրտի դեռ Հայաստանում այդ Իվանիշվիլին չի ծնվել։ Քաղաքական են հիմնական դերակատար։ Այ բացի Իվանիշվիլից, ինչու օրինակ ձեզ համար տարօրինակ չի, որ պատերազմից 5 տարի անց 2021-ի ընտրություններից 4 տարի անց Հայաստանում չի ծնվել երրորդ ուժ։ Մենք հենց դրա հայտը ներկայացրել ենք։ Հենց դրա հայտը ներկայացրել։ Նո, բայց դες կապում են այսպես թե այնպես Հայաստան դաշինքի հետ, հա։ Արհեստական է այդ կապը։ Իրականում արհեստական է։ Ես ունեմ շատ նորմալ հարաբերություններ Հայաստան դաշինքի հետ, բայց Մայր Հայաստանը առանձին կառույց է։ Եվ ընտրություններին գնալու եք առանձին։ Եվ ընտրություններին գնալու ենք առանձին։ Դուք որպես երրորդ ուժ եք գնալու։ Մենք որպես նոր ուժ ենք գնալու։ Որպես նոր ուժ։ Իսկ ձեզանից բացի ուրիշ ինչ երրորդ ուժ կա։ Չեմ կարող ասել։ Այդ երրորդ ուժը պայմանական է։ Չէ, նոր տեսեք, Գյումրի ընտրությունները տեխնոլոգիական ցույց տվեցին, որ մի քանի շարասյուն պետք է կազմվի եւ այդ շարասյունները պետք է հաղթանակ տանեն ընտրությունները։ Կներեք, բայց ստիպված եմ ասել, հա, եթե չլիներ այդ պատմությունը Վարդան Ղուկասյանի դոգի հետ կապված, նա կարող էր փոխել այդ
կոնֆիգուրացիան Գյումրի ընտրությունների։ Եկեք եթերներով չխոսենք, ես հիմա բայց կիսատ Չէ, բայց դա ակնհայտ է, չէ, ինքը ունի էլեկտորատ, Հա, բայց կիսատ մնաց է մյուս միտքս։ Տեսեք, 18 թվականին մենք ունենք մի Նիկոլ Փաշինյան, որը պոպուլիստ է, որը նաև տարբեր ազդեցությունների տակ է եւ որը մի պահ ավելի ռուսամետ էր, քան հնարավոր բոլոր ձեր ասած ռուսամետները։ Լուսանկարը միկրոավտոբուս։ Չէ, սիրազորախում բան եւ այլն ուղարկել, բայց ինքը նաև այսպես պինգ-պոնգային քաղաքականություն էր վարում։ 18 թվականին կար իրեն Տիգրան մեծ պատկերացնող, այսպես ծովից ծով Հայաստան պահանջող Նիկոլ Փաշինյան, որը բայց մյուս կողմից էլ որը, ասենք, բանակցությունների չկարողանում վարի Ղարաբաղի հետ կապված եւ կատարյալ անգրագիտության մարմնավորումներ, 20 թվական արդեն պատերազմ կար իրեն լրիվ կորցրած Նիկոլ Փաշինյան եւ հետո X պայից սկսած դեպի պարտության տանող արդեն Նիկոլ Փաշինյան, որ ասում էր ես չկանգնեցրեցի պատերազմը, որ ինչ չասեն դավաճան, այդ անկեղծ ապուշի խոստովանություն, այսինքն իմ համար PR-ն է կարևոր, ոչ թե մարդկային կյանքերը։ 20 թվականից արդեն մենք տեսնում ենք տրանսֆորմացիան, 21 թվականին տեսնում ենք խաբեբա Նիկոլ Փաշինյան, որը խաբում է, որ ինքը կբերի խաղաղություն, Արցախի ինքնորոշման իրավունք եւ այլն, եւ 21 թվականից հետո մենք արդեն ունենք լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան, որը արդեն գիտակցված տարավ Արցախը կործանման, գիտակցված փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, գիտակցված հիմա Հայաստանը տանում է թուրքական ազդեցության տակ, այս արդեն պետական դավաճանություն է։ Այսինքն ապուշից դեպի դավաճան ինքը sense մի հատ էվոլյուցիա է ապրել։ Հիմա ես մոմ չեմ բռնել, որ ասեմ 18-ին էլ արդեն է դրա համար բերված։ Դա սխալ է, որովհետև դա պաստորեն ստացվում է, որ ժողովուրդը սխալ է արել, որ փոփոխություն է պահանջել։ Չէ, այդ փոփոխությունը ճիշտ էր, այսինքն այսպես ասեմ, 18-ի հեղափոխությունը ճիշտ էր, Նիկոլը սխալ։ Ըստ ձեզ, Ադրբեջանը կգնա արդյոք պայմանագիրը կնքելու ճանապարհով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա գոնե ինչ-որ շանս ունենալ ընտրվելու։ Եկեք իրենց անուններով խաբել ժողովրդը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հենց այդ էլ բանակցում է, բայց Էրդողանի հետ։ Էրդողանի առաջ որ այդպես վիզը ծուր կանգնած, որ մենք տեսնում ենք, հետո այդ սուրճի գնանք չայ խմենք, պայդոմ պատանցու եմ եւ այլն, Ալիևին ինքն էլ ասում է դլելով գնա դիր, թող մի քիչ սառի, հետո կգամ եւ այլն։ Այդ հարճային հարաբերությունները մենք որ տեսնում ենք, դա հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքն է։ Ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, ինչ է ուզում անել։ Եվ հենց դրանից պետք է խոսենք, ոչ թե որ բանը լայք էր անում Էրդողանը, բանը ձևական կողմերը թողած, մենք պետք է բովանդակությունից խոսենք։ Ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը անի։ Այս ընտրությունները առաջիկա լինելու են երկու բանի մասին։ Մենք դա նաև ուսումնասիրություններով գիտենք, նաև մեր շփումներով գիտենք, երկու բանի մասն է հասարակությունը ուզում լսել։ Խաղաղություն, անվտանգություն, այդ փոխկապակցված են, եւ հաց։ Այս երկու հարցի պատասխանը։ Հացի հարցը Նիկոլ Փաշինյանը ուզում է լուծել այս պոպուլիստական թալանը, բան եւ այլն, բայց պարզում է ինքն էլ է թալան չի, հետո տենց իրար հայհոյում են բանման, անեկդոտի պես ասում են կռիվ մի արեք, մի խոսքով երկուստե գնացեք այստեղ։ Բայց այսինքն ինքը թիվ 1 թալանչին է դարձել, թիվ 1 բայց ամենակարևոր հարցը անվտանգություն, խաղաղություն։ Հիմա ինքը ինչ է ուզում անել։ 21 թվին տեսեք, խաբեց, ասեց խաղաղություն եմ բերելու, արցախցիներն էլ ինքնորոշում եմ ապահովելու, խաղաղություն չի բերել, Արցախը հանձնել է, Հայաստանի տարածքները հանձնում է։ Հերթով հանձնելով գալիս է։ Հիմա ինքը Էրդողանին խնդրում է, ասում է, ես խնդրում եմ, ասում է, դուք ինձանից լավ կլենտ չեք գտնելու, այլևս 1000 տարի մեկ է ինպես ծնվում։ Այո, ճիշտ է ասում։ Հիմա ասում է, խնդրում եմ Ալիևին միջնորդեք, որ ինքը ինչ-որ մի հատ փաստաթուղթ տա ինձ, որ ես այդ թուղթը վերցնեմ, ընկնեմ Հայաստանի տարածքով մեկ հայ ժողովրդին խաբեմ, ասեմ, տեսեք, ես վատն եմ, բայց խաղաղություն եմ բերում։ Իմ ընդդիմախոսները պատերազմ բերողներ են։ Այ մենք հիմա Ադրբեջանը կգնա նմանք։ Ադրբեջանն էլ ասում է, քանի որ Ադրբեջանը փաստորեն հայ ժողովրդի մասին շատ ավելի լավ կարծիք է, քան Նիկոլ Փաշինյանը, հիմա տեսնենք ով է ճիշտ, էլ ինչի։ Ադրբեջանը ասում է, ես չեմ հավատում, որ դու կարող ես այս ամեն ինչը ժամանակի ընթացքում անել ու քեզ հանդուրժեն։ Դրա համար դու հիմա որպես երաշխիք սահմանությունը փոխում ես, անկախության հռչակագիրը փոխում ես, Զանգեզուրի միջազգի հարցը լուծում ենք, փախստականները վերադառնում են, ատոմակայանը փակում ես, հանքերը փակում ես, իբր թե բնապահպանական աղետներ։ Այս ամենը, այսինքն կոպիտ ասած, ասում եմ հենց հիմա լուծարի Հայաստանի Հանրապետությունը, որ հավատամ քո խոսքերին։
Նիկոլն էլ ասում է Ալիևը ես հիմար չի, որ ինքը նման հիմա պահանջներ նայեք, ներկայացնի։ ինքը հիմար չի, բայց ներկայացնում է, չէ՞։ Չէ, նու ինքը պաշտոնապես երկու պահանջ ունի։ Հա, հասկացա, ԵԱԿ Մինսկի խումբը լուծարի, Եվ ժամանադրությունը փոխել։ Հասկանալի է, չի, որ ընդհանրապես դուրս գա հա, եւ բայց շղթայական ռեակցիայով որ գնանք, դա իմ ասածներն է լինում։ Չէ, օքեյ, եկեք այսպես։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, որը մենք ենք ներկայացնում, գաղափարական, մենք ասում ենք, հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց ռուսական միջնորդությամբ եւ անվտանգային երաշխիքներով։ Ռուսաստանը, եթե տեսնում է այստեղի քաղաքականությունը փոխվում է, բնականաբար ինքն էլ է փոխելու իր քաղաքականությունը, որովհետեւ Ռուսաստանը, այն որ ասում եք, այդքան է կոշտ հայտարարություններ չի անում, Աստված չանի, ռուսերեն ասած բոժը упаси, եթե հանգարց Ռուսաստանի իշխանությունը նույնացնի վերջնականապես Հայաստանի իշխանությանն ու հայ ժողովրդին։ Եթե ինքը նույնացրեց, Ռուսաստանից մենք կարող ենք դժգոհել ասել ինքը լավ բարեկամ չի, բայց մենք չենք տեսել Ռուսաստանին որպես սարսափելի թշնամի։ Ընդ որում սա եզակի դեպքն է, երբ որ հարևան երկրները համարյա տարածաշրջանի երբեք պատերազմ չեն ունեցել։ Հայ-ռուսական պատերազմ երբեք չի եղել։ Ռուս-վրացական եղել է, ռուս-պարսկական եղել է, ռուս-թուրքական եղել է մի քանի անգամ, բայց Ռուսաստանը Հայաստանի հետ հայ ժողովրդի պատերազմ չի վարել։ Սա այն եզակի դեպքերից է, երբ որ մենք մշակութաբանական, փիլիսոփայական առումով նույն տիրույթում ենք գտնվում, բայց դա չի նշանակում հպատակություն եւ առավել եւս չի նշանակում արևմուտքի հետ վատ հարաբերություններ, որովհետեւ արևմտամետ կոչվածները ասում գալիս են Վարդան Օսկանյանի կոմպլիմենտար քաղաքականության, հիմա մի քիչ որը որ դուք նեղացել է։ քննադատեցիք Սերժի օրինակով, որ չի Դա կարելի կոմպլեմենտարիզմ չէր։ Սերժ Սարգսյանինը կոմպլեմենտարիզմ չէր։ Դա ոչ-ոչի քաղաքականություն էր։ Իսկ դուք ուզում եք եւ-եւի քաղաքականություն, ինչպես ինքն էր ասում։ Ինքը հիմա այդ բանը փոքրացել է լուֆտը։ Մենք Ռուսաստանի եւ Իրանի հետ պետք է խորացնենք հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելով մենք որ օրինակ կարող ենք դնել օրակարգում նույն նոյեմբերի 9-ից ելնելով այդ վերջի կետն է, չէ՞ մնացել։ Ասենք արցախցիները վերադարձի իրավունք ունեն։ Նայեք, այդ կետը, երբ որ դու ուզում ես դնես, որ դու օրակարգ մտցնես այդ հարցը, մենակ ռուսական միջնորդությամբ դու կարող ես դա անել։ Արևմուտքը թքած ունի դրա վրա, ընդ որում ես դա մեղադրանքով չեմ ասում։ Իր քաղաքականությունը այլ է։ Արևմուտքը ասում է կարևորը Ռուսաստանը պարտվի գնա եւ այլն։ Ես ուզում եմ հասկանալ ձեր պատկերացմամբ ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում Իլհամ Ալիևը, եթե ասենք ձեր ասածով են գնում, ձեր տրամաբանությամբ Էրդողանը համոզում է, Ալիևին ասում է դե չես տեսնում, որ պետք է մի բան ստորագրել տալ, որ այս մարդը կարողանա ընտրություններ հաղթի։ Ինչ պահանջ կարող է դրա դիմաց Ալիևը, այսօրվա պահանջ, հա, միանգամից կատարելու պահանջ ներկայացնել Փաշինյանին։ Արդյոք օրինակ կարող է պահանջել, որ Հայաստանի իշխանությունները մի խումբ մարդկանց հանձնեն Բաքու դատարանի համար։ Ամեն ինչը կարող պահանջել։ Կարող պահանջել նաև այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձ։ Այսօրվա մասին է խոսքը, որ հենց այսօր ինքը համաձայնի դրան, ասի, հա, ես հենց հիմա ստորագրում եմ, թող ադրբեջանցիները գան։ Դա կխանգարի ընտրությունների ժամանակ, որտեղ եթե Սյունիքում ադրբեջանցիներ են տասնյակ հազարավոր նստած, արդեն դժվար է գնալ ընտրությունների։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այն վիճակում է, երբ որ ինքը իր ընտանիքի փրկության համար ինքը ուզում է Տիխանովսկայա դառնա, Բելարուսի նախագահացու, որովհետև վախենում է Սաակաշվիլի դառնալուց։ Վտարանդի նախագահ է ուզում դառնալ։ Չփախնի ուղակի։ Ինքը իր անվտանգության հարցը ուզում է լուծի Էրդողանի միջոցով։ Էրդողանն է որպես բարի քեռի խաղացող, հիմա տեսեք, Թուրքիան ու Ադրբեջանը դերերը բաշխել են, բարի եւ չար ոստիկան։ Հիմա բարի ոստիկանն է, այսպես կոչված ճակերտավոր Էրդողանն է, Էրդողանին ասում է Ձաձեր ջան, օգնի էլի, մի հատ տեսնենք ինչ են կանում։ Ես ավելի պարզ եմ ներկայացնում, Ալիևն էլ ասում է դե ես չուրկայից ամեն ինչ պետք է ստանամ։ Ինչ ուզեմ պետք է այս բանից ստանամ եւ ասում է երաշխիքները պետք է լինի դա, որովհետեւ մենք ինչ երաշխիք ունենք, որ սա կմնա եւ այլն։ Էս էլ ասում է դուք ինձ թուղթը տվեք, ես ժողովրդին խաբելու ձևերը գիտեմ։ Հա, բայց Ալիևը չի հասկանում, որ մաքսիմալիզմով առաջ չի գնա եւ կարող է կորցնել այն, ինչ արդեն ձեռք է բերել։ Դե հաղթողի կամ մի քիչ իրանց տեսակետից իրանք համարում են, որ բալանսը այնպեսին է, որ լավ, ընտրություններին հետո Ալիևը ամենախելացին չի, ամենակարողը։ Ընտրությունը, բայց խելացի մարդկանց կարողանում է աշխատացնել կամ գոնե դիմում է խելացի նախանձով, չար նախանձով, եմ որ ասում են բարի
չար նախանձով հետևում եմ Ադրբեջանի նախագահի վարած քաղաքականությանը եւ ինքը շատ հարցերում գնում է նենց ոնց որ Եվ նկատենք, որ ռուսամետ չի։ Իհարկե ռուսամետ չի, բայց նայեք մեր վիճակը այնպեսին է, որ մենք ստիպված ենք ընկալվել որպես այդպեսին ռուսամետ, որովհետեւ այդ քաղաքականությունը իրականացվել է ոչ մեր կողմից, այսինքն Նիկոլ Փաշինյանը մեզ հասցրել է մի հատ վիճակի, երբ որ մյուս քայլը արդեն անդունդում հայտնվելն է, մահանալն է, հիմա մենք ստիպված ձեռքերս գցել ենք, ասում ենք մի հատ բժիշկ կա, որ կարող է մի քիչ օգնի, մի հատ ցավազրկո սրսկի, մինչև հետ գանք այս վիճակից։ Հիմա կարգախոսը հետեւյալը պետք է լիներ, հա, մեծ տարերով գրել, որ Ռուսաստանին ունենք լիքը հարցեր, բայց այլ ընտրանք չունենք, ուրեմն փորձենք Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել այնպես, որ մենք կարողանանք գոնե մի քիչ մեր հարցերի պատասխաններ ստանալ։ Պետք է ստիպել, որպեսզի ինքը ռազմավարական դաշնակցային իր պարտավորությունները։ Ինչքանով են դա մտնում Ռուսաստանի ծրագրերի մեջ, մենք չգիտենք։ Չէ, իր ծրագրերի մեջ, նայեք, իր ծրագրերի մեջ կա, չէ, Հայաստանի Հանրապետություն։ Վերջ, Ադրբեջանն էլ կա, Վրաստանն էլ կա։ Չէ, մի րոպե, հա, բայց Թուրքիայի ծրագրերի մեջ չկա Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի ծրագրերի մեջ չկա Հայաստանի Հանրապետություն։ Հիմա մենք պետք է պատտվենք, կողքերը նայենք։ Արևմուտքի ծրագրերի մեջ կա Հայաստանի Հանրապետություն։ Հա, բայց Մակրոնի ասած մալողոզման ցավոք, հիմա նայեք, բայց կարող է չէ իրավիճակը փոխվել, եթե Իրանը դառնա պրո Իրանը ինչ որ փոփոխություններ լինեն եւ Իրանը դառնա արևմտամետ, ինչպես շախի ժամանակ էր, Հայաստանն էլ կդառնա հետաքրքիր արևմուտք, գոնե Միացյալ Նահանգների համար։ Տեսեք, հիմա մենք իմ ասածը չի բխում, որ մենք արևմուտքի հետ պետք է ճշնամանանք։ Արևմուտքը մեր գործընկերն է, այդտեղ հարց չկա։ Բայց անվտանգային գետնի վրա արևմուտքը ինքն էլ ազնիվ, անկեղծ հայ ժողովրդին ասում է, որ ես ոչ մի բան չեմ կարող անել եւ ելնելով իրավիճակից մենք հասկանում ենք, որ իրենք իրոք չեն կարող անել։ Ուրեմն պետք է նայենք, այս տարածաշրջանում ով է շահագրգռված, որ Հայաստանի Հանրապետությունը լինի։ Իրանը, Ռուսաստանը։ Ով շահագրգռված չի, Թուրքիան, Ադրբեջանը։ Արևմուտքը ասում է, ես գետնի վրա կռիվանողը չեմ։ Զորք չեմ բերի, հիշեք անգլիական նավերը չեմ բարձրանում հայկական։ Ուրեմն մենք պետք է ինչ անենք։ Նրանք ովքեր որ մեր պետությանը շահագրգռված չեն, որ լինի թողնենք հասկանանք, որ իրանք կան եւ դա պետք է կառավարել այդ ռիսկերը եւ համագործակցել նրանց հետ։ Միգուցե Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը մտածում են, որ մենք չենք ունեցել մեզ նման հայերը չեն ունեցել մեզ նման շատ խելացի մարդկանց եւ չեն կարողացել խաղալ Անկարա-Բաքու տարաձայնությունների վրա։ Ես այդքան երևակայություն չունեմ, Okay, վերադառնանք որպեսզի ոչ եթերային լեքսիկոն չօգտագործեմ։ Հա, վերադառնանք ընտրություններին ձեր կարծիքով։ Ճիշտ է Հայաստան դաշինքի երկրորդ նախագահի այն մոտեցումը, որ պետք է ակտիվ պատրաստվել եւ գնալ 2026 թվականի ընտրություններին հունիսին կայանալիք։ Ընտրությունների ինստիտուտն ովքեր որ հերքում են, նրանք կամ քաղաքականություն Չէ, ես ինստիտուտի մասին չեմ ասում, այսինքն ակնհայտ է, որ փողոցային պայքարից կարծես թե գոնե Հայաստան դաշինքը մի կողմ է դնում այդ փողոցային պայքարը, հրաժարվում է եւ գնում է ընտրություններին։ Տեսեք, ես չեմ ուզում մեկնաբանել, թե ով ինչ ստրատեգիա տակտիկա ունի, բայց նախ այսպես արձանագրենք, որ երկրորդ նախագահը ինքը ասել, որ չբացառելով փողոցայինը, մենք կոնկրետ Մայր Հայաստանի անունից ես ասեմ, մենք ինչ ենք, մենք բոլոր ընտրություններին պատրաստվում ենք եւ մասնակցում ենք եւ ծիծաղել են նրանք, ովքեր որ ընտրությունների ինստիտուտը քննադատում են, բայց իրենք էլ են ակտիվ մասնակցում ու մասնակցելու են։ Ու միշտ են մասնակցել։ Ասենք ուղղակի տեսեք, երբ որ մարդիկ հասկանում են, որ ընտրություններով իրենք վարկանիշային լուրջ խնդիրներ ունեն եւ խնդիրներ են ունենալու արդյունքների հետ կապված, դրա համար ասում են, չէ, բան եկեք չանենք ընտրություն, բայց իրանք ընտրության են։ Հիմա բոլորը պատրաստվում են ընտրության։ Նայած թե ով ինչ մարտավարություն։ Բացառում եք 2021 թվականի ընտրությունների սցենարը։ 99.9%-ով այո։ Այսինքն որևէ շանս ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու չունի։ Միայն ընդդիմադիր դաշտի շատ վատ աշխատանքը կհանգեցնի նրա վերարտադրությանը։ Այսինքն ամեն դեպքում չեք բացառում։ Եվ ներք չեք բացառում, որ 100% մի նոր ուժ կգա, որը որ
կվայելի ժողովրդի սերը, Ես այսպես կարծում ասեմ, եմ, եւ վերջին պահին կգնա Նիկոլ Փաշինյանի այդ կոալիցիայի ճանապարհով։ Չէ, տեսեք, իմ պատկերացած սցենարը հետեւյալն է եւ դա հիմնված է եւ վերլուծությունների եւ ուսումնասիրությունների վրա եւ որոշակի նաեւ դիտարկումներ ունենք։ Նախ առաջին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու շանս չունի։ Էլի եմ ասում, զուտ տեսականորեն 0.1% տալիս են, որ ինքը կվերարտադրվի։ Փաստորեն ինչի ես նաև չեմ ասում, որ կվերարտադրվի, որովհետև դա Հայաստանի Հանրապետության համար վերջ կլինի, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերջանա, որովհետև մենք պետք է կռիվ տանք դրա համար։ Ուրեմն մի քանի բան ֆիքսենք ու ընտրությունների հետ կապված ասենք։ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվի։ 1 Երկրորդը ոչ մի ուժ 50%-ից ավել չի հավաքի։ 2 Մի քանի ուժ կմտնեն խորհրդարան, իմ գնահատմամբ մինչև 6 ուժ կարող է մտնել։ Որոնք են այդ ուժերը։ Այս բանը դժվար է ասել, բայց Հանրապետականը կմտնի։ չեմ կարող ասել։ Նայած ինչ կոնֆիգուրացիայով մասնակցեն, բայց Արևմտամետները կմտնեն։ Էլի դժվար է ասել, որովհետև արևմտամետները օրինակ բլոկ կազմեցին, որ Գյումրիում 6% հաղթահարեն ու չհաղթահարեցին։ Հակառուսական տրամադրությունները Հայաստանում օգտագործելով կարող են Այդ դրանք բոլորը կգնան Նիկոլ Փաշինյանից են։ Ինչու՞։ Որովհետև կտեսնեն, որ տվեցին, բայց նաև քիչ, բայց հավաքեց ինչ որ ձայներ։ Երևանում շատ ձայն հավաքեց։ Երևանում հավաքեցին, բայց Երևանում մարդիկ տեսան, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը ընդհանրապես կցորդ է եւ Թալանի իրավունքի համար միացավ, խափեց ժողովրդին, ասես մենք էլ ենք ընդդիմություն, միացան եւ կոալիցիա։ Բաբաջանյանը կուսակցություն։ Չէ, այդ արդեն որ ասում պայթած համարներ են։ Դրանք փչացած համարներ են եւ նոր մարդիկ կգան, օրինակ, չգիտեմ, կա այդ նիշան կա, բայց այդ նիշան արդեն լավ հարվածներ է ստացել եւ քանի որ վառ արտահայտված լիդեր չկա այդ տիրույթում, այն մարդիկ ովքեր զզվում են արդեն Նիկոլ Փաշինյանից, բայց այդ տիրույթի մարդիկ, այսինքն նրանք ովքեր զզվում են, բայց չեն տեսնում հաղթող այլ ձեր գնահատականի ինչքան մարդ կա Հայաստանում, բնակչության որ տոկոսն է, որ զզվում է Նիկոլից, բայց նաև ատում է նախկիններին։ Թվերով ասեմ, 90%-ը արդեն ալերգիա ունի Նիկոլ Փաշինյանից։ Իսկ որ տոկոսը ունի նաև ալերգիա նախկիններից եւ ասում է ոչ մի դեպքում չի շատ ավելի քիչ, քան Նիկոլ Փաշինյանից։ Իրավիճակը 21-ի համեմատ փոխվել է։ Նախկինների հակավարկանիշը 21 թվականին ավելի բարձր էր, քան Նիկոլ Փաշինյանի հակավարկանիշը, հիմա տեղերը փոխվել են, բայց նախկինները շարունակում են ունենալ այդ հակավարկանիշը, եւ երբ որ մենք ասում ենք մի քանի ուժեր կլինեն խորհրդարանում, դա այո, այդպես է եւ հաջորդ կետը, որ մենք ֆիքսենք դնենք, դա հաջորդ իշխանությունը կոալիցիոն է լինելու։ Եվ դա լավ է ազդես։ Դա իրականությունն է։ Լավ վատը չգիտեմ, այսինքն մի քիչ Եվ Փաշինյանը այդ կոալիցիայում չի լինելու։ Փաշինյանը այդ կոալիցիայում չի կարող լինել։ Կարող է լինել կոալիցիոն, բայց Փաշինյանի ու ինչ որ արևմտամետ կուսակցության։ Այդ տոկոս, այսինքն դուք նորից ասում եք, որ Փաշինյանը կվերարտադրվի։ Ես ուզում եմ հասկանալ ինչքանով են անդիմադիր գործիչները, եթե պատրաստվում են ընտրություններին, ինչքանով են հասկանում պատկերը եւ արդյոք բացառում են։ Այսպես ասեմ, մեր ուսումնասիրություններով բավական լուրջ սեգմենտ կա այն հատվածում, որտեղ գտնում են, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերականգնել եւ պետք է կարողանալ բանակը վերակազմակերպել տնտեսություն։ Նույն բաներն ասում է Ռոբերտ Քոչարյանը, այսինքն ինչի պետք է ձեզ ընտրեն, ոչ թե Հայաստան դաշինքին։ Որովհետեւ նոր մարդիկ են ուզում։ Հա, նոր մարդիկ։ Այո, սերնդափոխության Իսկ դուք կգնաք Հայաստան դաշինքին Ռոբերտ Քոչարյանին քննադատելու ճանապարհով ընտրությունների ժամանակ։ Ոչ մի կաշկանդվածություն չունենք որևէ մեկին քննադատելու, բայց ինքնանպատակ էլ չի։ Մենք, այսպես ասեմ, մեր ծրագրերն ենք առաջարկելու եւ վեր քննադատական, վեր գզվրտոցային տրամաբանության մեջ ենք լինելու եւ Մայր Հայաստանի տեղը հստակ երևում է քաղաքական դաշտում, բնականաբար երկրորդ նախագահը նորից իր մեծ սեգմենտը ունենալու է, մենք այդտեղ տեղ ենք տեսնում նաեւ մի երրորդ ուժի համար, որը երևում է, դա կարող է նաեւ հանրապետականը լինել, բայց կոնֆիգուրացիայով, այսինքն այլ դեմքով։ Ես գիտեմ, որ հանրապետականում տեսնում եմ նաեւ, որ տարբեր խմորումներ կան, ուզում են ինչ-որ մեկին առաջադրել դրա շուրջը հավաքել, բորշ սարքել էլի, այսպես ասած, աջափսանդակ։ Արթուր Վանեցյանի։ Չէ, ես Արման Թաթոյանի։
Չեմ կարող ասել, բայց Վանեցյանը կարծեմ հայտարարել է, որ ինքը առանձին մասնակցելու է։ Շանսեր ունի առանձին մասնակցելու ոզդես։ Չեմ կարող ասել։ Ես հիմա ասում եմ այն սեգմենտները, որը կա։ Ուրեմն կա նոր պահանջարկ, որը կարող է վերականգնել հայ-ռուսական հարաբերությունը եւ չունի բացասական շլեյվ, հետագից, այսինքն հակավարկանիշ չկա, դա Մայր Հայաստանն է։ Կա փորձ ունեցողի արդեն այդ մասով պահանջարկ, դա Քոչարյանն է։ Կա այսպես կոչված արևմտամետ սեգմենտը, որը չունի վառ արտահայտված լիդեր եւ դրա համար այդ սեգմենտի մի որոշ հատվածը գնալու է Նիկոլ Փաշինյանին ցեն տալու, բայց Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու վարչական ռեսուրսով, ընտրակեղծիքով եւ այլնով այդ 1/3-ից ավել ինքը չի ունենալու։ Այսինքն ես ոչ միայն տեղական ընտրությունների վրա եմ հիմնվում, երբ որ իրենք խայտարակ վարչական ռեսուրս օգտագործեցին օրինակ Գյումրիում, բայց էլի այդ 30 քանի տոկոսը ստացեց։ Բայց դա կախված է նաև դրանից, թե ինչքան մարդ կմասնակցի ընտրություններին, ոնց է համոզելու հայաստանցիներին գալ։ Մարդիկ տեսել են, որ իրենց քվեն հարցելուց։ Օրինակ Երևանում, քանի որ նախ հակաքարոզ կար, չգիտեմ, գիտակցված թե չգիտակցված, բայց իշխանության օգտին հակաքարոզ կար բոյկոտի։ Այդ ընդդիմության մի սեգմենտը բոյկոտ էր անում, ինչա թե մենք շատ ձայներ չստանանք, հետո նաև կոչ արեցին ուրիշներին ձեն տալ, միայն Մայր Հայաստանին չտան, բայց այդտեղը քաշվեցին, իրենց արածը իրենց մնաց, բայց մարդիկ տեսան, որ ընտրությունների որ մասնակցեին կփոխվեր։ Այսօրվա այս խայտարակությունը, տրանսպորտի գնի թանկացում, ավտոկայանատեղիների թանկացում, աղբանության թանկացում, տեղական турքեր վճարների թանկացում արել են այս ԿՊ-ն ու հանրապետությունը։ Մարդիկ դա տեսան, Արամ Սարգսյանը։ Նո, դա Երևանում, երևանցիները։ Հիմա բայց որ շատ մասնակցեն, Գյումրիի օրինակը նաև բխում էր Երևանի օրինակից։ Մարդիկ տեսան, որ մասնակցեն կփոխեին իրավիճակը։ Գյումրիում դրա համար մասնակցեցին։ Հիմա շատ ճակատագրական ընտրություն է լինելու, բառից բուն իմաստով։ Դուք ինչ տոկոս կստանաք ըստ ձեզ։ Չեմ կարող հիմա ասել, բայց մենք այդ խորհրդանում բավական լուրջ ներկայացվածություն կունենանք։ Ես դրանում կասկած չունեմ։ Վերջին հարցս, պարոն Թևանյան, պատկերացրեք, որ ֆանտաստիկայից ենք խոսում, հնարավորություն ունենք ինչ որ բան փոխել վերջին 50 տարում, ինչ կփոխեիք։ Մի բան։ Ոչ թե ձեր կյանքում, ընդհանրապես։ Հայաստանում։ Նաև Հայաստանում, կարող աշխարհում։ Մտածողությունը։ Կոնկրետ առարկայական խոսենք, ինչ է նշանակում մտածողությունը։ Հոգեբանությունը։ Հայերի հոգեբանությունը, դա փոխելու համար ինչ որ բան ուրիշ բան է պետք փոխել, ինչ որ իրադարձություն է պետք փոխել, ինչ որ բան է պետք անել։ Աբսուրդ ասել մտածող չեք պատասխանել հարցից, երկրորդ անգամ պատասխանենք։ Առարկայական փոխելու առումով պետական մտածողություն։ Մենք այդ 50 տարվա մեջ մի հատ շատ լավ իրադարձություն ունեցել ենք, ուղղակի դրան տեր չենք կանգնել։ Ղարաբաղյան հաղթանակը։ Այդ 50 տարվա մեջ ես եթե վերջին անկախության շրջանակը, որովհետև դուք մի քիչ երկու հարթության բան եք ասում, մենք սովետական միության կազմի մեջ ենք եղել եւ անկախ պետություն 50 տարվա մեջ, ես տեր կկանգնեի այդ հաղթանակին։ Այդ դրանց չենք կանգնել դեր, մսխվել է հաղթանակը։ Այդ թույլ չէ տա, որպեսզի Ինչի Հայաստանի Ղարաբաղցի նախագահները Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը օրինակ մի 10 ֆիլմ Ղարաբաղի հաղթանակի մասին չեն նկարահանել սերունդ կերտելու համար։ Այդ հարցը իրանց կտակ, բայց ես մի բան օրինակ բերեմ, հիմա էլի ռուսական տարածք ենք։ Գիտեք, պետության մտածողությունը, օրինակ եթե մենք Ղարաբաղյան ֆիլմեր եք, չի ասում, 1600 ինտերպրետացիա կա, ասենք մեկը մի օր որսորդական հրացանով մասնակցել է, ֆիլմում նկարում է այսպես արծվենի հայացքով, բանով կանգնում է, այդ մարդը ամբողջ Ղարաբաղյան հաղթանակը իր վրա, որ նայում ենք, ասենք տարբեր մեկնաբանություններ կան այդ հաղթանակի հետ կապված։ Դա նախ մեղավորությունը այն ժամանակվա իշխանությանն էր, տվյալ դեպքում Տեր-Պետրոսյանի, որ ինքը այդ հաղթանակին տեր կանգնելու քարոզը չէր տանում, համ էլ այդտեղ տարբեր մոտեցումներ կան եւ այլն։ Հետո 98-ի իշխանափոխությունից հետո այո, այդ իշխանությունը ինքը չտարավ համապատասխան քարոզ, ընդհանրապես քաղաքական համակարգը չկայացրեց եւ դա մեղավորությունը հենց դա էր։ Եթե դուք վերցնեք, ասենք Քոչարյանական շրջանի ամենաբացասական հետևանքը որն է, ամենաբացասական հետևանքը այն էր, որ հետո ձևավորվեց այն իշխանությունը, որը ձևավորվեց, որը հետագայում բերեց արդեն Նիկոլ Փաշինյանին։ Նո բերեց ոչ թե ձեռքից բռնած, այլ իր վարած քաղաքականությամբ բերեց։ Մի խոսքով մտածողությունը կփոխեիք։ Այդ հաղթան, եթե դուք առարկայական եք ուզում, այդ հաղթանակին տեր կկանգնեի ուղղակի։
ամեն ինչ կանեին, որ այդ հաղթանակը չմսխվեր։ Իսկ այդ հաղթանակը մսխվեց։ Դա նույնիսկ 50 տարվա չէ, հարյուրամյակների կարևոր հաղթանակ։ Եթե Սարդարապետը հանում ենք, որ էլի շատ կարևորագույն էր, որտեղ չլներ Սարդարապետը, այսօր մենք այստեղ չէինք զրուցի, այսպես ասեմ։ Սարդարապետին տեր կանգնելու քաղաքականություններ պետք է այն ժամանակ այդ դրան է տեր չկանգնեցինք, դրա համար առաջին հանրապետությունը վերացավ, բայց հետո սովետական շրջանում մենք ինչ-որ մի փուլ անցանք, որը նաև մեզանից որպես քաղաքացի կրթեց սովետական միությունը իր բոլոր թերություններով հանդերձ, ի վերջո սովետական սերունդը չէ հաղթանակ տարավ Ղարաբաղյան պատերազմում։ Հետո անկախության սերունդը հանձնեց Ղարաբաղը։ Հիմա այստեղ հետևություն պետք է անել, այսինքն այդ դաստիարակությունը, երբ որ մտածողություն, հոգեբանություն ես ասում են, ասենք թիվ 1 խնդիրը ոչ թե կդնի, ասենք ոչ թե պաշտպանության նախարարությունն է, այլ կրթության նախարարությունն է, մեծ հաշվով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։